Նորթ Հիլսում բնակվող հայկական ընտանիքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները կանչով մեկնել են Լոնդելիուս պողոտայի տներից մեկը և հայտնաբերել են 4 մարմին։ Զոհվել են 31-ամյա Խաժակ Բասմաջյանը, երեխաներ Էլլա և Ալեք Բասմաջյանները։ Երեխաներից մեկը եղել է 2 տարեկան, մյուսը ընդամենը 6 օրական։ Մահացած 4-րդ անձը մոտ 30 տարեկան կին է։ Իրավապահները այս դեպքը որակել են որպես սպանություն և ինքնասպանություն։ Քննությունը պարզել է, որ Խաժակ Բասմաջյանը աշխատել է Black Line ընկերությունում։ Դա հաստատել են նաև նրա գործընկերները։ Քաղաքապետարանի ճգնաժամային արձագանքման խմբի անդամները նույնպես աշխատել են տեղում, նրանք օգնություն են ցուցաբերել ողբերգությունից տուժածների մերձավորներին։ Իրավապահ մարմինները այլ կասկածյալների չեն փնտրում։ Կնոջ անունը դեռ չի հրապարակվում, սպանության շարժառիթների մասին ևս մանրամասներ չեն հաղորդվում։ Գործը համարվում է պաշտոնապես փակված։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Վաշինգտոնն ու Թեհրանը նշանակալի հաջողության են հասել խաղաղության ճանապարհին, հրադադար 60 օրով։ Փլատակներ և մոխիր, ահա այն, ինչ մնացել է բնակելի համալիրից, գազի պայթյուն Դալասում։ Նիհարելու մահացու գինը, առցանց դեղերի վտանգները խիստ մտահոգել են մասնագետներին։ 500 Մերլին Մոնրո համաշխարհային ռեկորդի փորձ Կարվի, Կալիֆոռնիայում և թողարկման երկրորդ հատվածում սպասեք հերթական նահանգի մասին հետաքրքիր բացահայտումներին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, մեզ աջակցելու համար բաժանորդագրվեք մեր ալիքին և իհարկե անպայման լայք եք տեսանյութը, իսկ հիմա հանցնենք օրվա թեմաներին։ Փլատակներ և մոխիր, ահա այն, ինչ պայթյունից հետո մնացել է բազմաբնակարան բնակելի համալիրից։ Պայթյունը տեղի է ունեցել Դալասում գազատարի վնասման հետևանքով, 3 մարդ է զոհվել, 5 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց։ Դալասի հրշեջ փրկարարական ծառայությունը գազի արտահոսքի պատճառով կանչ է ստացել։ Փրկարարները դեռ ճանապարհին էին, երբ տեղի է ունեցել հզոր պայթյունը։ Շենքը լիովին ավերվել է, դեռ կան անհետ կորած համարվող բնակիչներ։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, քաղաքի այդ հատվածում գազամատակարարումն անջատված է։ Արդեն հաստատվել է, որ շինարարական խումբն է վնասել խողովակաշարը։ Աշխատանքները չեն համակարգվել քաղաքային իշխանությունների հետ։ Կապալառուի սխալը հանգեցրել է մեծ աղետի։ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հետաքննություն է սկսել։ Blue Origin ընկերության հզոր հրթիռը պայթել է փորձարկման ժամանակ։ Քեյփ Քանավերալի և Քոքո Բիչի բնակիչները զգացել են երկրաշարժին նմանվող ցնցումներ և տեսել հզոր պայթյուններից նարնջագույն դարձած գիշերային երկինքը։ Բարեբախտաբար զոհեր չկան, ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ բոլոր աշխատակիցներն անվտանգ են։ Արտակարգ իրավիճակների ծառայությունը վտանգ չի արձանագրել։ New Glenn հրթիռը փորձարկում էին արձակման հարթակում, այն պետք է անցներ շարժիչի փորձարկում։ Այս հրթիռը նախատեսված է ՆԱՍԱ-ի համար լուսնային վայրեջքը իրականացնելու նպատակով։ Այն կրում է Ջոն Գլենի անունը, որը առաջին ամերիկացին էր տիեզերքում։ Սա այս հրթիռի առաջին խնդիրը չէ։ Ապրիլին New Glenn-ը դադարեցրել էր թռիչքները։ Այն արբանյակը տեղակայել էր սխալ ուղեծրում շարժիչի անսարքության պատճառով։ Դա հրթիռի ընդամենը 3-րդ թռիչքն էր։ Blue Origin-ի ղեկավարը դեռևս մանրամասներ չի հայտնել։ Ընկերությունը հիմա գտնվում է ակտիվ հետաքննության փուլում։ Նրանք պետք է պարզեն պայթյունի հստակ պատճառները հետագա քայլերից առաջ։ Հորմուզը կարող է բացվել, իսկ Թեհրանն ու Վաշինգտոնը թվում է մոտ են վերջնական խաղաղությանը։ ԱՄՆ-ն և Իրանը հասել են նախնական համաձայնության, նրանք կերկարաձգեն հրադադարը 60 օրով։ Կսկսվեն նոր քննարկումներ միջուկային ծրագրի շուրջ, փոխնախագահ Վենսը հաստատել է լուրը։ Թեև պայմանավորվածություն կա, նախագահի հաստատումը դեռ անհայտ է։ Դժվար է ասել, թե երբ կստորագրի նախագահը, ասել է Վենսը։ Համաձայնագիրը կարևոր դրույթներ է պարունակում Հորմուզի նեղուցի մասին։ Իրանը պետք է հեռացնի ականները 30 օրում։ Նեղուցում տուրքեր գանձելը պետք է դադարեցվի։ ԱՄՆ-ն իր հերթին կթույլատնի ծովային շրջափակումը, կմեղմվեն նաև որոշ պատժամիջոցներ իրանական նավթի համար։ ԱՄՆ գանձապետարանի քարտուղարը կանխատեսել է նավթի գների անկում, այն շատ արագ կիջնի, երբ գործարքը կնքվի, հավելել է նա։ Միջուկային հարցը դեռ մնում է բաց, բարձր հարստացված ուրանի ճակատագիրը անհայտ է։ Իրանն ունի
440 կիլոգրամ հարստացված նյութ, զուգահեռ Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Լիբանանում։ Սա լարվածություն է առաջացնում բանակցությունների ֆոնին։ Քուվեյթում վերջերս արձակված հրթիռները խախտել են խաղաղությունը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը դա որակում է ագրեսիա եւ տեղեկացնում, որ ամերիկյան կողմը նաեւ կանխարգելիչ հարվածներ է հասցրել։ Հունիսի 2-ին Լոս Անջելեսում նախատեսված են քաղաքային առաջնային ընտրությունները, ամենակարևոր մրցակցությունը քաղաքապետի պաշտոնի համար է։ Ընտրությունները ոչ կուսակցական են, բոլոր թեկնածուները մասնակցում են նույն քվեաթերթիկներով, եւ եթե ոչ ոք չհավաքի 50%-ից ավելի ձայն, ապա երկու առաջատարները նոյեմբերի 3-ին կմասնակցեն երկրորդ փուլին՝ ռանոֆին։ Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է մոտ 15 թեկնածու։ Գլխավոր պայքարը ներկայիս քաղաքապետ Կարեն Բասի, քաղաքային խորհրդի անդամ Նիթիա Ռամանի եւ հեռուստաաստղ Սփենսեր Փրաթի միջև է։ Վերջին հարցումները ցույց են տալիս շատ սուր մրցակցություն։ Լոս Անջելես Թայմսի հարցման համաձայն Կարեն Բասը ունի մոտ 26% աջակցություն, Նիթիա Ռամանը 25%, իսկ Սփենսեր Փրաթը 22%։ Տարբերությունը չնչին է։ Այլ հարցումներ եւս ցույց են տալիս, որ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ։ Բացի քաղաքապետի ընտրություններից Լոս Անջելեսում հունիսին անցկացվում են նաև քաղաքային դատախազի, քաղաքային խորհրդի եւ կրթական խորհրդի որոշ ընտրություններ, սակայն հանրային ուշադրության կենտրոնում հենց քաղաքապետի պաշտոնի համար մրցավազքն է։ Ընտրված քաղաքապետին սպասվում է խնդիրների մի մեծ փունջ անօթևանության, հանցավորության, բնակարանների թանկացման եւ հրդեհային անվտանգության թեմաներով։ Քվեաթերթիկները այսուհետև կլինեն օրենքի պաշտպանության տակ։ Կալիֆոռնիայի նահանգապետ Նյուսոմն է նոր օրենք ստորագրել։ Դրանով իրապապահներին արգելվում է միջամտել ընտրական գործընթացներին։ Օրենքն ուժի մեջ է մտել անմիջապես, նպատակը հունիսի 2-ի նախնական ընտրությունների անվտանգությունն ապահովելն է։ Ըստ նոր օրենքի ոչ ոք չի կարող ընտրական պաշտոնյայից խլել քվեաթերթիկներ։ Ոստիկանությունը առանց հրամանի չի կարող մուտք գործել ընտրատեղամասեր։ Նրանք չպետք է ունենան ընտրողների ցուցակները։ Կարգը խախտողները կենթարկվեն խիստ պատժամիջոցների։ Խախտումների համար սպառնում է $1000 տուգանք։ Հնարավոր է նաև մինչև 3 տարվա ազատազրկում։ Այս նախաձեռնությունը հաջորդել է Riverside-ի միջադեպին։ Այնտեղ շերիֆը առգրավել էր հազարավոր քվեաթերթիկներ։ Այդ քայլը որակվել էր քաղաքական դրդապատճառներ ունեցող գործողություն։ Այժմ գլխավոր դատախազը կուղղորդի ընտրական պաշտոնյաներին։ Նրանք պետք է ճիշտ արձագանքեն ոստիկանության հնարավոր հարցումներին։ Ահաբեկչական խմբավորումներից մեկի ղեկավարը նպատակ է ունեցել վնասել ԱՄՆ նախագահի դստերը Իվանկա Թրամփին։ Այս մասին հայտնում են հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները։ Խոսքը Քաթայիբ Հզբոլլահ կազմակերպության հրամանատար Ալ Սաադիի մասին է։ Ըստ աղբյուրների, այս կազմակերպությունը կապեր ունի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Նա ծրագրել էր հարձակում իրականացնել Ֆլորիդայում։ Ալ Սաադին մասնակցել է մոտ 20 հարձակման։ Նա մեղադրվում է ահաբեկչության համար գրեթե 10 կետով։ Նրա թիրախում եղել են նաև սինագոգներ։ Նա պատվիրել է հարձակումներ ԱՄՆ բանկերի վրա։ Դրանք իրականացվել են նաև եվրոպական մի շարք քաղաքներում։ Նա նաև ծրագրել է սպանել ամերիկյան քաղաքական առաջնորդների որպես վրեժխնդրություն ԱՄՆ ավիահարվածների համար։ Իվանկա Թրամփը ահաբեկիչների թիրախների թվում է հայտնվել, քանի որ եղել է հոր խորհրդականը առաջին ժամկետի ընթացքում։ Նա երկրորդ ժամկետում պաշտոն չի զբաղեցրել, հետաքննությունը շարունակվում է։ ԱՄՆ-ն Բրազիլիայի երկու խոշորագույն հանցախմբերին հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն։ PCC եւ CV խմբավորումները հունիսի 5-ից կդիտարկվեն որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ։ Պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ նրանք վտանգ են ներկայացնում նաև ամերիկացիների համար։ Սա քաղաքական նոր սկանդալ է հարուցել Բրազիլիայում։ Բրազիլիայի կառավարությունը ԱՄՆ-ի այս քայլերը համարում է իր ներքին գործերին անթույլատրելի միջամտություն։ Այս կազմակերպությունների անդամների թիվը գերազանցում է 50,000, խմբավորումները Բրազիլիայում իրականացրել են դաժան հարձակումներ։ ԱՄՆ-ն նման ռազմավարություն է կիրառում լատինամերիկյան այլ կետերում ևս։ Սա Թրամփի վարչակազմի քաղաքականությունն է հանցավոր ցանցերը քանդելու հարցում։ Բրազիլիայում այս պահին թեման շատ ավելի զգայուն է, քանի որ երկիրը ընտրությունների է պատրաստվում։ Նիհարեցնող դեղերը ԱՄՆ-ում դարձել են հեշտ հասանելի, սակայն դրանց օգտագործումը հաճախ մահացու վտանգ է պարունակում, նշում են մասնագետները։ Առցանց ընկերությունները հաճախ խոստանում են արագ արդյունքներ ու դրան հասնելու համար նշանակում են չափազանց մեծ չափաբաժիններ։ Դա հանգեցնում է լուրջ բարդությունների։
Այս դեղերի հետ կապված սխալները եւ թունավորումները կտրուկ ավելացել են, դեղերի եւ սննդամթերքի վարչությունը զգուշացնում է վտանգների մասին։ Հաճախ բացակայում է բժշկի հետ կենդանի շփումը։ Պացիենտները առանց զննման ստանում են դեղատոմսեր։ Որոշ մարդիկ ընդունում են անհրաժեշտից տասնապատիկ ավելի մեծ չափաբաժին։ Փորձագետները հորդորում են չբավարարվել միայն վիրտուալ խորհրդատուների դեղատոմսերով եւ խնդիրը քննարկել իրական մասնագետների հետ։ Ինչ կապ ունի տարիներ առաջ եղած COVID-ի համաճարակը այսօր ամերիկյան քաղաքներում տեղի ունեցող երիտասարդական խռովությունների հետ։ Մասնագետների համոզմամբ կապն ուղղակի է։ ԱՄՆ քաղաքներում դեռահասների զանգվածային հավաքները դարձել են լուրջ խնդիր։ Նրանք անսպասելի հարձակվում են առևտրի կենտրոնների եւ լողափերի վրա։ Չիկագոյում հարյուրավոր դեռահասներ վերջերս զբաղվել են ոստիկանների հետ։ Իրավապահները ստիպված են եղել ձերբակալել 53 մասնակցի։ Իրավիճակը ծայրահեղ լարված է մի շարք այլ բնակավայրերում եւս թեմային, անգամ Թրամփն է անդրադարձել մեղադրելով տեղական պաշտոնյաներին։ Փորձագետները կարծում են, որ սա COVID-ի հետևանք է։ Այդ ժամանակահատվածում դեռահասները մեկուսացված են եղել, այժմ փորձում են լրացնել շփումների պակասը, բայց դրա փորձը չունեն, քանի որ փոքր տարիքում այլ մարդկանց հետ շփվելու հնարավորություն գրեթե չեն ունեցել։ Իշխանությունները ծրագրում են պատասխանատվության ենթարկել ծնողներին։ Չիկագոյի քաղաքային խորհուրդը քննարկում է նոր օրենք, որը թույլ կտա պատժել օրինազանց անչափահասների ծնողներին, սակայն իրավապահները նշում են դժվարությունների մասին։ Ծնողների նկատմամբ պահանջները խստացնելու համար համայնքային կառույցները պետք է ավելացնեն երիտասարդների ակտիվ ժամանցի եւ անվտանգ պայմաններում միմյանց հետ շփվելու հնարավորությունները։ ԱՄՆ գանձապետարանը պատրաստվում է թողարկել $250 նոր թղթադրամներ Թրամփի դիմանկարով։ Գանձապետարանը հաստատել է, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են եւ պակասում է միայն կոնգրեսի հավանությունը։ Գործող օրենքը թույլ չի տալիս կենդանի անձանց պատկերել թղթադրամներին։ Թղթադրամին Թրամփի պատկերը տեղադրելու համար գործող օրենքը պետք է փոխվի։ Թրամփի անունը եւ դեմքը հաճախ են հայտնվում պետական ոլորտներում։ Թրամփի թիմը հաստատել է նաեւ հուշամեդալի թողարկումը։ Դրանք կլինեն 24 կարատանոց ոսկուց եւ կնվիրվեն Հոբելյանին։ Արդյոք նախագահի դիմանկարը կհայտնվի նաեւ թղթադրամի վրա, կախված է կոնգրեսի որոշումից։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ են հրապարակված մեր սոցցանցերում։ AI ոլորտի ամերիկյան հսկաներից մեկի Anthropic-ի արժեքը հասել է $965 միլիարդ։ Ընկերությունը հավաքել է $65 միլիարդ ներդրում եւ առաջ է անցել իր մրցակից OpenAI-ից։ Ընկերությունը նպատակ ունի ընդլայնել կարողությունները։ Մոտ 1 տարի առաջ նրա արժեքը ընդամենը 380 միլիարդ էր։ Այժմ այն մոտենում է 1 տրիլիոնին։ Խոշոր ներդրողների թվում է Amazon-ը լրացուցիչ $5 միլիարդ, նախատեսվում է ներդնել եւս 8 միլիարդ։ Anthropic-ը պատրաստվում է հրապարակային տեղաբաշխման, դա թույլ կտա ձեռք բերել լրացուցիչ միջոցներ եւ ընդլայնել տեխնիկական հնարավորությունները։ Վերջին ամիսներին Anthropic-ը դժվարությամբ է բավարարում պահանջարկը։ Պիկ ժամերին սահմանափակումներ են կիրառվել օգտատերերի համար։ Տեխնոհսկաները շարունակում են պայքարել գլոբալ առաջատարության համար։ Anthropic-ը այժմ հանդիսանում է ոլորտի կարևոր խաղացողներից մեկը։ Ամերիկայի 250-ամյակի տոնակատարությունը սկսվել է անակնկալ մերժումների շարքով։ Մի շարք աստղեր նշել են, որ իրենց վստահեցրել են, թե սա չեզոք միջոցառում է, սակայն հետո հասկացել են, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Freedom 250 կազմակերպությունը պնդում է իր անկողմնակալությունը, բայց աստղերը իրենց մոտեցումը չեն փոխել եւ հրաժարվել են մասնակցել համերգին։ Մեծ ամերիկյան տոնավաճառ անվամբ համերգը կայանալու է հունիսի վերջին։ Թրամփը ստեղծել է հատուկ աշխատանքային խումբ Հոբելյանը նշելու համար։ Համերգից բացի այն ներառում է նաև անսովոր միջոցառումներ, օրինակ UFC մենամարտը Սպիտակ տանը, ավելացել է նաև IndyCar մրցավազքը։ Տոնակատարությունը կտևի 16 օր, այն անցկացվելու է National Mall-ի տարածքում։ 500 Մերլին Մոնրո միևնույն ժամանակ եւ միևնույն վայրում։ Palm Springs-ը պատրաստվում է աննախադեպ ռեկորդի։ Քաղաքը նշում է կինոաստղի ծննդյան 100-ամյակը, շաբաթ օրը կհավաքվեն հարյուրավոր նմանակներ։ Նրանք փորձելու են գերազանցել 254 մասնակցի գործող ռեկորդը։ Միջոցառումը կանցկացվի հավերժ Մերլին արձանի մոտ։ Յուրաքանչյուր մասնակից արդեն ստացել է հատուկ հավաքածու։ Այն ներառում է սպիտակ զգեստ եւ շիկահեր կեղծամ։ Ռեկորդի հաստատումը
սպասվում է նույն օրը երեկոյան կլինեն նաև համերգային ծրագրեր եւ համեղ հյուրասիրություն։ Տոնակատարությունը չի սահմանափակվում միայն ռեկորդով։ Պլազա թատրոնը կցուցադրի Մոնրոյի մասնակցությամբ ֆիլմեր։ Ցուցադրությունները կտևեն ուրբաթից մինչև երկուշաբթի օրը։ Քաղաքի բոլոր ռեստորանները նույնպես կմասնակցեն տոնին։ Հասույթը կուղղվի բարեգործական նպատակների։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը կպատմի հերթական նահանգի մասին։ Բարև ձեզ։ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում գտնվող Նյու Հեմփշիր նահանգը հաճախ անվանում են Ամերիկայի ամենաբնական եւ հանգիստ զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Այստեղ մի քանի ժամվա ճանապարհի ընթացքում կարող եք տեսնել ձյունապատ լեռներ, անտառային լճեր, հին նավահանգիստներ եւ դահուկային հանգստավայրեր։ Նյու Հեմփշիրի գլխավոր բնական խորհրդանիշը White Mountain National Forest ազգային անտառն է։ Այն տարեկան ընդունում է մոտ 6 միլիոն այցելու եւ համարվում է ԱՄՆ արևելյան հատվածի ամենահայտնի լեռնային ուղղություններից մեկը։ Այստեղ կան հարյուրավոր արշավային արահետներ, ջրվեժներ եւ դիտակետեր։ Աշնանը անտառը վերածվում է գունավոր բնապատկերի, որը գրավում է լուսանկարիչների ամբողջ աշխարհից։ Եթե Նյու Հեմփշիրում կա մի վայր, որտեղ ամերիկացիները սիրում են ամառային հանգիստ անցկացնել, ապա դա Վիննիպսոկի լիճն է։ Այն ԱՄՆ ամենահայտնի լճային հանգստավայրերից է եւ տարեկան ունենում է մոտ 3 միլիոն այցելու։ Այստեղ մարդիկ գալիս են նավարկելու, ձկնորսության, կայակինգի կամ պարզապես լճափին հանգստանալու համար։ Վիննիպսոկի լճի շուրջ փոքր քաղաքները ստեղծում են դասական ամերիկյան հանգստավայրի մթնոլորտ, հատկապես հայտնի են Մերեդիթը եւ Ուոլֆբորոն իրենց նավահանգիստներով ու ջրային ռեստորաններով։ Ամռանը այստեղ անցկացվում են երաժշտական փառատոներ եւ հրավառություններ։ Ձմռանը լիճը հաճախ սառչում է եւ այցելուները զբաղվում են սառցե ձկնորսությամբ ու ձյունագնացներով, զբոսանքներով։ Նահանգի ամենահայտնի լեռնագագաթը Մաունտ Վաշինգտոն պետական պարկում է։ Այստեղ գտնվող Վաշինգտոն լեռը հայտնի է իր ծայրահեղ ծանր եղանակային պայմաններով։ Գագաթին գրանցվել է քամու ռեկորդային արագություն ավելի քան 370 կմ/ժ։ Տարեկան մոտ 1 միլիոն զբոսաշրջիկ է այցելում այս հատված, տեսնելու սպիտակ լեռների համայնապատկերը։ Վաշինգտոն լեռ բարձրանալու ամենահայտնի տարբերակներից մեկը պատմական լեռնային երկաթուղին է։ Այն գործում է դեռ 1869 թվականից եւ համարվում է աշխարհի առաջին լեռնային ատամնավոր երկաթուղիներից մեկը։ Ճանապարհի ընթացքում բացվում են ամպերի մեջ կորող լեռնաշղթաներ, իսկ գագաթին այցելուներին սպասում են աստղադիտարանը, թանգարանը եւ գիտահարթակները։ Նյու Հեմփշիրի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը Պորտսմութն է։ Այն Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող հին նավահանգիստ է, որը տարեկան ընդունում է մոտ 2 միլիոն այցելու։ Քաղաքը հայտնի է գաղութային շրջանից պահպանվող իր ճարտարապետությամբ, ծովամթերքի ռեստորաններով եւ արվեստի աշխույժ կյանքով։ Այստեղ քայլելիս թվում է, թե հայտնվել եք 19-րդ դարի Անգլիայում։ Պորտսմութի կենտրոնը լի է աղյուսաշեն հին շենքերով, փոքր գրախանութներով եւ փոքր գարեջրատներով։ Քաղաքի գլխավոր զբոսաշրջային վայրերից է Strawberry Bank թանգարանը, ամռանը փողոցները լցվում են երաժիշտներով եւ բացօթյա փառատոններով։ Շատ զբոսաշրջիկներ այստեղից նաեւ նավերով մեկնում են շրջագայությունների Ատլանտյան օվկիանոսով։ Ձմեռային հանգստի սիրահարների գլխավոր ուղղություններից է Bretton Woods Mountain Resort-ը։ Այն Նյու Հեմփշիրի ամենամեծ դահուկային գոտին է եւ 2025-ին ունեցել է մոտ 700,000 այցելու։ Հանգստավայրը հայտնի է ոչ միայն լեռնադահուկային արահետներով, այլ նաեւ իր պատմական հյուրանոցներով, սպա կենտրոններով եւ սպիտակ լեռների հիասքանչ տեսարաններով։ Bretton Woods-ը հատկապես հայտնի դարձավ դեռ 20-րդ դարի սկզբին, երբ այստեղ հանգստանում էին ամերիկյան քաղաքական ու գործարար վերնախավի ներկայացուցիչները։ Այսօր այստեղ գործում են տասնյակ դահուկային ուղիներ, գոնդոլաներ եւ ձմեռային արկածային զբոսուղիներ։ Ամռանը հանգստավայրը վերածվում է գոլֆի, հեծանվավազքի եւ լեռնային զբոսանքների կենտրոնի, գրավելով ինչպես ընտանեկան, այնպես էլ ակտիվ հանգստի սիրահարներին։ Իսկ եթե ուզում եք զգալ Նյու Հեմփշիրի ուսանողական եւ մշակութային մթնոլորտը, պետք է այցելեք Հանովեր քաղաք։ Այստեղ է գտնվում հեղինակավոր Dartmouth քոլեջը։ Փոքր քաղաքը տարեկան 100 հազարավոր այցելուներ է ընդունում համալսարանական միջոցառումների, մարզական խաղերի եւ աշնանային գունավոր բնապատկերների պատճառով։
Հանովերի փողոցներում կարելի է տեսնել դասական նոր Անգլիայի ճարտարապետություն, փոքր սրճարաններ եւ ուսանողական աշխույժ կյանք։ Քաղաքով անցնում է նաեւ հայտնի Ապալաչյան արահետը, որն ԱՄՆ ամենաերկար արշավային ուղիներից է։ Այստեղ մթնոլորտը շատ ավելի հանգիստ է, քան ամերիկյան խոշոր քաղաքներում։ Հենց այդ համադրությունն էլ Նյու Հեմփշիրը դարձնում է բնության եւ հարմարավետության հազվագյուտ համատեղում։ Այսպիսին էր հերթական նահանգը, եթե արդեն այցելել եք այս տեսանյութի տակ, կիսվեք ձեր տպավորություններով ու խորհուրդներով։ Վստահ եմ դրանք օգտակար կլինեն նրանց համար, ովքեր պլանավորում են առաջիկայում ճամփորդել այս նահանգում։ Դե ինչ, ավարտին մոտեցավ ոչ միայն մեր հերթական հաղորդումը, այլև հերթական աշխատանքային շաբաթը։ Ձեզ ուրախ հանգստյան օրեր, իսկ մենք կշարունակենք հետևել անցուդարձին, որ հանգստյան օրերից հետո ներկայացնենք ամենահետաքրքիրն ու ամենակարևորը։ Կհանդիպենք երկուշաբթի օրը, ինչպես միշտ ժամը 5-ին։ Հաջողություն։